Պարզապես հեշտացել է Երևանը ներկայացնելը եւ նաեւ ստեղծելը, ճակերտավոր ստեղծելը։ Այո, ես գիտեմ երգիչների երիտասարդ ասում են YouTube-ից շատ արագ գնում ենք բիթեր, ես չեմ էլ հասկանում հիմա դա ինչ է, բայց ինչ լսել եմ ասում եմ։ Հա, բիթերը գնում ենք, ատակը խոսքերը դնում ենք եւ ասենք խոսքի վերաբերյալ։ Այդ վերահսկողությունը ինչ որ հանձնաժողով ստեղծվի, ի վերջո պետք է այդ վերահսկողությունը, որովհետեւ այս բացի թողի վիճակը ի վերջո մի ամբողջ սերունդ է փչացնում, ճաշակ է փչացնում, սիրելու եւ սիրահարվելու կարողություն է փչացնում ինչու ոչ։ Մեզ երգ կար, ստիպում էր սիրահարվել, թեկուզ ինչ որ կերպարի, հերոսի, որը հերոսի դերում էլ մնում էր, ինքը չէր կենթանանում, չէր նյութականանում, բայց գոնե թե հերոս էր մնում։ Մենք այսօր դադարել ենք ունենալ այդ հերոսները։ Ժամանակին կար գեղխորհուրդ, օրինակ ռադիոյին կից, հեռուստատեսությանը կից, որտեղ ընդգրկված էին տարբեր բնագավառի արվեստագետներ եւ առանց նրանց գիտության, նրանց համաձայնության որևէ երգ չէր մտնում ֆոնդ եւ հաճախ չէր հնչում հեռուստատեսությամբ։ Հիմա ինչ պատահի կապ չունի կիսագրագետը խոսքերը երաժշտությունը արաբա-թուրքական է թե հայկական դե դա գերիշխում է էլ արդեն ասել չէ հեշտ ու հանգիստ այդպես տալիս են եւ փչանում է նոր սերնդի ճաշակը նրանք արդեն ընդունակ չեն այն ձեր սիրած լավ երգերը գուցե նրանց խորթ են տվում արդեն նրանք դաստիարակում են այս խոտանի վրա եւ այդ ճաշակը այդ գեղագիտությունը կամած այսպես մեռնում գնում է այդ հեղեղի մեջ լավ հատիկներն են այդ դեպքում ինչ անել այ տեսեք բոլորս ասում ենք որ այդ վերահսկողությունը շարունակել ստեղծել որակյալ է ես միշտ դա եմ ասում շարունակել ստեղծել հիմա ես ուրախանում եմ տարիներ են անցել բայց ձեր նշված երգերից դրանք նորից տարբեր մեկնաբանություններով ուրեմն գալիս են աշխարհ հա օրինակ նույն սիրո թևեր երգը հրաշալի կատարում կա Սյուզան Մելքոնյանի որը ուրեմն Ռուսաստանում վերցրեց գլխավոր մրցանակ մրցույթներից մեկում չգիտեմ անդրադառնում են հայրենիք երգին մյուս երգերին ոչ իմ հեղինակած էլի բայց մնացած երգերին այսինքն ինչու են անդրադառնում որովհետև դրանց կարիքը կա իսկ վերջում գիտեք մի օր այդ լայք բան այդ միլիոնավոր դիտումները անցնելու են գնան, բայց մնալու է հետքը, որ մնացել է կամ չի մնացել նարկանց սրտում։ Մի օր չէ հիմա էլ է այդ ստեղծագործությունների Էդգար ջան, ես հավատում եմ քո ասածին, բայց շատ ժամանակ կխլի դա։ Իսկ ժամանակը շատ թանկ բան է, էլի։